Բարև ձեզ, Ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Մալվիններն Արգենտինայինն են, քաղաքական ակցիա ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակում։ Մարդիկ 42 տարի չեն համակերպվել իրենց կորստի հետ։ Սա իրենց համար միայն սպորտ չէր, այլ պատվի հարց էր։ Ունեզրկում փաշինյանական ոճով վարչապետի քաղաքական հրահանգը դատախազությունը կատարեց։ Եթե 2 օրից ես չեմ, ես գալու ճանապարհը փակեմ։ Ով ինչ ուզում է անի, թող Նիկոլը գա Նիկոլի դեմն էլ կասեմ։ Չնայած Ավինյանի հավաստիացմանը, Փաշինյանի հետ վիճած բժշկուհին ազատվեց աշխատանքից։ Մեր ազատ խոսքը պաշտպանող ժողովրդավարության բաստիոնի հերթական վառ ապացույցը։ Թրիբ զարգացման ընկերությունը կղեկավարի ռուսական ծագում ունեցող գործարարը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ըստ երևույթին փորձում են ինչ-որ պայմանավորվածությունների գալ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակում հուլիսի 19-ին կհանդիպեն Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականները։ Երկու երկրների ֆուտբոլի ազգային թիմերը կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Իսկ մինչ այդ հուլիսի 15-ին կիսաեզրափակում Արգենտինայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Անգլիային։ Սոցցանցերում հայ ֆուտբոլասերները եւս տոնում էին Արգենտինայի հաղթանակը։ Արդյունքը պատմական վերադարձ էր բառի բուն իմաստներով։ Էնցո Ֆերնանդեսը 86-րդ րոպեին խփեց հաղթական գոլ, իսկ Լաուտարո Մարտինեսը եզրափակեց խաղի հաշիվը 92-րդ րոպեին խփելով հաղթական գոլ։ Երկու գոլերն էլ Մեսսի հանճարեղության շնորհիվ։ Արգենտինան լիովին արժանի անցավ հաջորդ փուլ եւ շարունակում է պատմություն կերտել երկրորդ անգամ անընդմեջ հասնելով աշխարհի առաջնության եզրափակիչ, ինչը առաջին անգամ էր իր պատմության մեջ։ Սա նաեւ Լեոնել Մեսսի ժառանգության եւս մեկ գլուխներ, մի խաղացողի, ով շարունակում է ապացուցել, որ ինքը ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ ֆուտբոլիստներից մեկն է։ Պարզապես Լիոնել Անդրես Մեսսի։ Մենք իսկապես բախտավոր սերունդ ենք, քանի որ ապրում ենք նրա ժամանակաշրջանում եւ ականատես ենք ֆուտբոլային ֆենոմենի խաղին։ 39 տարեկանում էլ նա շարունակում է որոշել ամենակարևոր հանդիպումների ելքը եւ նոր էջեր գրել ֆուտբոլի պատմության մեջ։ Գնահատեք այս պահերը, քանի դեռ Մեսսին խաղադաշտում է։ Չեմպիոն դառնում են ոչ միայն խաղով, այլև բնավորությամբ։ Հաղթողներն այն իրենց արյան մեջ ունեն։ Թիմը կամ մարդը կամ ունենում է դա, կամ ոչ, Արգենտինան ունի։ Հաղթական կիսաեզրափակչից հետո Ֆոլքլենդյան կղզիների շուրջ Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի միջև տարածքային վեճը ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Ֆոլքլենդյան կամ ինչպես Արգենտինան է անվանում, Մալվինյան կղզիների շուրջ այս երկու պետությունների միջև տարածքային վեճը 44 տարվա պատմություն ունի։ Խաղից հետո արգենտինացի ֆուտբոլիստները խաղադաշտում պարզել էին Մալվինյան կղզիներն Արգենտինայինն են գրությամբ պաստառը։ Քաղաքական այս ակցիան լայն քննարկումների արժանացավ հայկական սոցցանցերում։ Միամիտները կամ ստախոսներն ասում են սպորտը, ֆուտբոլը քաղաքականության հետ կապ չունի, այն էլ ոնց կապ ունի։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակում Անգլիա-Արգենտինա խաղը քաղաքական մեծ երանգներ ունի։ Հիշենք 1982 թվականին Ֆոլքլենդյան Մալվինյան կղզիների համար Անգլիայի եւ Արգենտինայի պատերազմը, որն ավարտվեց Արգենտինայի ջախջախից պարտությամբ։ Անգլիացիներն էլ հիշում են 40 տարի առաջ 1986 թվականի աշխարհի առաջնությունում իրենց դարպասը Մարադոննայի ձեռքով խփած գոլը, որը Մարադոնան անվանեց Աստծո ձեռքի արարած գոլ։ Դաշտում վեր կացել քաղաքականությամբ էին զբաղվում։ Պատկերացնում եք հայ մարզիկներ, բացի մի քանի հոգուց։ Մեկը կար վախենում էր Արցախի դրոշը վերցնել, բայց փողոցում նստած լափ էր գովազդում։ Մարդիկ 42 տարի չեն համակերպվել իրենց կորստի հետ։ Սա իրենց համար միայն սպորտ չէր, այլ պատվի հարց էր, ես կարծում եմ։ Իրենք չեն ասում, մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին։ Իրենց ֆեդերացիան չի համարում, որ կղզիների թեմայի էջը պետք է թերթել եւ անցնել։ Իրենց մոտ 11 հենո էր դաշտում եւ դրա համար իրենց մոտ ամեն ինչ ստացվեց, որովհետեւ իրենք այս օրը պայքարում էին ոչ միայն խաղադաշտում հաղթանակի համար, այլ նաեւ իրենց երկրից խլված կղզիների համար։ Ու նույնը արեց 40 տարի առաջ Մարադոննան երկու ամենահիշվող Աստծո ձեռքի եւ դարի գոլի շնորհիվ։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդգծում է, Արգենտինայի պահանջը միայն քաղաքական չէ, այն ամրագրված է նաև
երկրի սահմանադրությամբ։ Ընդ որում, ըստ նախկին արտգործնախարարի, Մալվինասի վերադարձը Արգենտինա սահմանում է որպես մշտական ազգային նպատակ, բայց միաժամանակ հստակ պարտավորեցնելով, որ երկիրը այդ նպատակին կարող է հասնել բացառապես խաղաղ միջոցներով, դիվանագիտությամբ եւ միջազգային իրավունքի շրջանակում, որն ըստ Օսկանյանի կարևոր դեր ունի նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է իր սահմանադրությունից հեռացնի Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հղումները, դա ներկայացնելով որպես խաղաղության նախապայման։ Բայց եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, միաժամանակ հավատարիմ մնալով խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհին, ապա ինչու Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից։ Սահմանադրական ձգտումը, երբ այն հետապնդվում է երկխոսության եւ միջազգային իրավունքի միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ, խաղաղության խոչընդոտ չէ, այն ազգային քաղաքականության օրինական արտահայտությունն է։ Իրական չափանիշը ոչ թե այն է, թե պետությունը պահպանում է սահմանադրական պահանջը, այլ այն, թե ինչ միջոցներով է այն հետապնդում։ Խաղաղություն ամրապնդվում է այն ժամանակ, երբ պետությունները հանձնառու են դիվանագիտությանը, միջազգային իրավունքի հարգմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե երբ նրանց ստիպում են ջնջել սեփական պատմությունը կամ հրաժարվել իրենց սահմանադրական սկզբունքներից։ Մալվիններն Արգենտինային են պաստառի համար FIFA-ն չի պատժի Արգենտինայի հավաքականին, բայց մինչև աշխարհի առաջնության ավարտը։ Միայն դրանից հետո կարգապահական վարույթ կսկսվի Արգենտինայի հավաքականի նկատմամբ, կոմիտեն կորոշի հնարավոր պատժամիջոցը։ Սկսվեց Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու գործընթացը։ Այս մասին խոստացել էր Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ, որն ըստ էության հրահանգ էր իրավապահներին։ Դատախազությունն անմիջապես գործի անցավ։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատ ցեմենտ գործարանն արդեն հանձնվել է պետության կառավարմանը։ Փաստաբան Երեմ Սարգսյանի գնահատմամբ որոշումը քաղաքական հրահանգի հետևանք է։ Այս ամենն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նախքան քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նման գործընթացներ անելու կարիք չկար։ Հայտարարություններից հետո հանկարծ ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է եւ պարզվում է, որ զուտ իրավական առումով նման գործընթացներ պետք է կատարվեն։ Օրենքի եւ իրավունքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Բացի այդ, դատախազությունը նաև պահանջում է Գագիկ Ծառուկյանից հօգուտ պետության բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք եւ միջոցներ։ Մեկ այլ Multiwellness մարզա առողջարարական համալիրը արդեն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը։ Դեռ մեկ ամիս առաջ էր ԲՀԿ խոսնակը հայտնել, որ քաղաքապետարանի կողմից վարձակալության պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանոթագիր են ստացել։ Այս շաբաթ արդեն Երևանի քաղաքապետը հաստատեց, պայմանագիրը խզվել է։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, 60 հոդվածի անոտ արելի հողի վրա, կառուցված է խախտումներով եւ համապատասխանաբար պայմանագրի համաձայն կողմերից մեկը, այսինքն Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը եւ շենքը ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ 150 աշխատակից եւ ավելի քան 4000 հաճախորդ ունեցող Multiwellness-ի հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներն այս շաբաթ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, պահանջում էին բացել կապարակնքված իրենց աշխատավայրը։ Այս պայմանությամբ բոլոր ամեն ինչը միացած ներսում մնացած հատել են, պլոմբել են, աշխատակիցներին հանել են, աշխատակիցները մնացել են անգործ, բոլորս միասին անորոշ վիճակի մեջ են։ Ճաշված, որ ներսում այս պայմանությամբ շատ վտանգավոր վիճակ է։ Բասեյները միացված, ջրությունները միացված, բասեյների քլորականները աշխատում են։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող այլ ընկերությունների աշխատակիցները եւս անելանելի վիճակում են։ Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի, Multi Group Stone քարամշակման գործարանի, Ծաղկաձորի Multi Rest House հյուրանոցի հարյուրավոր աշխատողներ գրեթե 2 շաբաթ է հարկադիր պարապուրդի մեջ են։ Աշխատանքից ու եկամտից զրկված մարդիկ պահանջում են թույլ տալ վերսկսել բնականոն աշխատանքը։ Ես ասում եմ, եթե 2 օրից ես չեմ, ես գալով ճանապարհը փակեմ։ Ով ինչ ուզում է անի, թող Նիկոլը գա, Նիկոլի դեմն էլ կասեմ։ Թող գայթի գործով ապահովի։ Չէ՞ որ բոլորը այստեղ ընտանիքներ ունեն խնդիրներ բոլորը ուզում են ամեն մարդ, մենք ավել ոչինչ չենք ուզում, մենք մեր աշխատանքն ենք ընդհանրապես ուզում։ Մենք սպասում ենք մի կես ժամը 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին բարձրանալու ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակնքվել է
Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտենք Երևան-Սևան մարուղին փակենք։ Փաշինյանը խլում է Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, այսպես են մեկնաբանում օգտատերերը Ծառուկյանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացները։ Մեր ոչ բարով 8 տարի իշխող խմբակը ոչ միայն պետության առաջ բարեխիղճորեն իր պարտականությունները կատարող բիզնեսմենին է պոլերով տալիս, այլ փաստորեն հազարավոր օրինավոր քաղաքացիների, զբոսաշրջիկների, սպորտսմենների, հաճախորդների, անգամ հաշմանդամ երեխաների, որոնք օգտվում են Ծառուկյանի օբյեկտների ծառայություններից, այն օբյեկտների, որոնք մեծ հերոսությամբ փակեցին ու պլոմբեցին մեր քաջարի իրավապահները։ Ծապ տվող Պողոսները համառորեն չեն հասկանում, որ երբ այսօր Ծառուկյան Գագոյին են սննկացնում, վաղը իրենց բուլատի ատամներն են քյալ պատինով հանելու ու արգրավելու որպես մետաղի ջարդոն։ Այս տականքները իրենք իրենցով ոչինչ չունեն ստեղծած։ Սրանցը քանդելն է, հանձնելն է կամ ուրիշի սեփականությունը խլելն է։ Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ փողերի լվացում կազմակերպելու մեջ մեղադրվող եւ հուլիսի 7-ից կալանավորված ԲՀԿ առաջնորդը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից անդրադարձել է իր հետ կապվող ընկերությունների գործունեության կասեցմանը։ Ծառուկյանը պնդել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չունի այդ ընկերությունների հետ եւ ինքը վաղուց չի մասնակցում դրանց կառավարմանը։ Այդուհանդերձ բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի եւ ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց։ Դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենն իրոք շատ մեծ ցավ է, շատ մեծ վնաս է հասցնում եւ աշխատող քաղաքացիներին եւ մեր երկրին ընդհանրապես։ Քաղաքական ճնշումների ուժեղացման եւ հիմնարար քաղաքացիական ազատությունների սահմանափակման մասին է ահազանգում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Նա այս իրադարձությունները որակում է որպես ավտորիտարիզմի դրսևորում։ Այսօր Հայաստանում ձևավորվել է նեոթուրքական ֆաշիզմ։ Դու պարտավոր ես ենթարկվես այն ընդհանուր գծին, որը մատնանշել է իշխանությունը եւ դրա հետ մեկտեղ դու իրավունք չունես այդ գծից դուրս ընկնես, որովհետեւ եթե դուրս ընկար դու ենթարկվում ես անմիջապես հետապնդումների։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքվել են գույքագրելու եւ վարույթային գործողություններ իրականացնելու համար։ Քննչականում առանձնապես խոշոր չափերի խարդախության, փողերի լվացման, հարկերի չվճարման դեպքերով ավելի քան 10 գործ է քննվում։ Անորոշ է, թե երբ հարկադիր պարապուրդի մատնված հազարավոր աշխատակիցներ կկարողանան վերադառնալ աշխատանքի։ Քաղաքական հաշվեհարդարի զոհ է դարձել նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ վիճած բժշկուհին։ Արփինե Սողոյանն ազատվել է Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչի պաշտոնից, ասում են հաստիքի կրճատման պատճառով։ Ազատման ծանուցումը բժշկուհին ստացավ այս շաբաթ, այդ մասին տեղեկացանք նրա դստեր փաստաբան Տաթևիկ Սողոյանի Facebook-յան գրառումից։ Այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք ներառյալ ապագա մայրիկները կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։ Իհարկե, այս ամենի պաշտոնական պարզաբանումը թե բա գումար չունենք ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։ Հիմա միայն ասեմ, որ սա հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկից բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է եւ մեր ազատ խոսքը պաշտպանող ժողովրդավարության բաստիոնի հերթական վառ ապացույցը։ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ 44-օրյա պատերազմում զինվորական բժիշկ եղբորը անհետ կորցրած Արփինե Սողոյանը Փաշինյանին մեղադրել էր Արցախը հանձնելու մեջ, ինչը հունից հանել էր վարչապետին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջադեպից անմիջապես հետո բացառել էր, թե բժշկուհուն քաղաքական հայացքների պատճառով կազատեն աշխատանքից։ Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից, հրամանավան անկախ ամեն ինչից խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել եւ իր էմոցիան կարող է արտահայտել այս կերպ կամ այն կերպ։
Սակայն այս հավաստիացումից 2 ամիս անց Փաշինյանին ընդդիմացած կինն ազատվեց աշխատանքից։ Օգտատերերը սա եւս քաղաքական հաշվեհարդար են որակում։ Սա սովորական աշխատանքային խնդիր չէ, այլ վարչական բիրտ հաշվեհարդարի դասական օրինակ միտված այլախոհությունը պատժելուն եւ հանրությանը ահաբեկելուն, երբ կառավարությունը զենք է դարձնում բժշկի ապրուստի միջոցը միայն այն պատճառով, որ նա համարձակվել է հարցեր ուղղել երկրի ղեկավարին, ժողովրդավարական բարեփոխումների մասին բոլոր հայտարարությունները դառնում են սին ու կեղծ։ Մանրախնդիր, քինախնդիր ու կյանքից նեղացած Նիկոլից ավելին սпасել ուղղակի չէր կարելի։ Արփինե Սողոյանը աշխատանքից ազատման հրամանը կբողոքարկի դատարանում։ Կառավարությունը այս շաբաթ հավանություն տվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Գործադիրը կդիմի սահմանադրական դատարան մայր օրենքին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը որոշելու նպատակով։ Եթե բարձր դատարանը այդ պայմանագրի պարտավորությունները սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, ապա այն կներկայացվի խորհրդարան վավերացման։ Թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրով կողմերը նախատեսում են հիմնադրել թրիփ զարգացման ընկերությունը։ Այս համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինը 49 տարում կլինի 74, Հայաստանինը 26%։ Եթե համագործակցությունը եւս 50 տարով երկարաձգվի, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49%։ Ժարկետի երկարացման պարագայում 49% բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլ ներդրում պարտավորություն չի ստանձնում անելու։ Թրիփ նախագծով Ադրբեջանը Սյունիքի մարզով անխոչնդոտ ճանապարհ է ստանալու դեպի Նախիջևան, իսկ հայկական կողմը վստահեցնում է, թե Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունը իր ինքնիշխան տարածքում։ Ողջ գործընթացը եւ ընկերությունը եւ հետագա գործունեությունը եւ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ, այս մասին էլ բազմաթիվ ամրագրումներ եւ արձանագրումներ կան փաստաթղթում։ Թրիփ զարգացման ընկերությունը այն նույն Թրիփ պլյուս առևտրային հիմնադրամն է, որն ըստ բրիտանական հեղինակավոր The Guardian-ի կղեկավարի Ռուսաստանում ծնված, ապա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Միացյալ Նահանգներ տեղափոխված գործարար եւ ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Ըստ պարբերականի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ։ Կառավարության նիստում Միրզոյանը փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի խնդրանքով անդրադարձել էր The Guardian-ի հրապարակմանը։ Թրիփ զարգացման հիմնադիրները տեխնիկապես կլինեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Թրիփ զարգացման ընկերություն ԱՄՆ կոչվող ընկերությունը, որը կհիմնադրվի Միացյալ Նահանգներում, սա կպայմանավորված է Միացյալ Նահանգների իրավական կարգավորումներով, իրենց ունեցած կառավարությանը վերապահված լիազորություններով կամ սահմանափակումներով, հա։ Եվ ահա Թրիփ զարգացման ընկերություն ԱՄՆ կոչվող ընկերության մեջ եւ այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու համար ստեղծվում է մի ամերիկյան ընկերություն, որի անունը Թրիփ պլյուս է, իրավական առումով սա մեր էս Թրիփ զարգացման ընկերության հետ շատ, այսպես ասած, ինչպես ներկայացեցի, միջնորդավորված եւ անուղղակի կապ ունի։ Սոկոլովը ազդեցություն ունի նաև Հայաստանի տնտեսության մեջ։ Նա անցած տարի դարձել է Հայաստանի կապի խոշոր օպերատորներից Viva Armenia-ի համասեփականատերը։ The Guardian պարբերականը գրում է, որ Թրիփ պլյուս առևտրային հիմնադրամը, որը նախագահելու է Սոկոլովը, կառավարելու է $200 միլիոն բյուջե եւ լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Կենտրոնական Ասիայում մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։ Կա տեսակետ, որ Ռուսաստանի հետ կապակցված Կոնստանտին Սոկոլովի նշանակումը Թրիփ պլյուս առևտրային հիմնադրամի պաշտոնում նշանակում է, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Թրիփի հարցում համաձայնության են եկել առանց Հայաստանին տեղեկացնելու։ Այնքան փորձած ռուսին ու ամերիկացուն կռվցնի Հայաստանում, վերջը ամերիկացի ռուսները դավադի տեղան ու Հայաստանով անցնող Թրիփ պլյուս առևտրային նախագծի ղեկավար ու նայող դրին ամերիկա-ռուս բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովին, ով արդեն Հայաստանում խոշոր
որ Փայունի կամ համասեփականատեր է Viva-ում, Omeo բանկում եւ Թեղուտի հանքում։ Այն, որ ասում են Շուստրի աղվեսը 4 ոտքով թակարդն անկնում, այս դեպքն է։ Բայց դե շարունակի 4 ոտքով գազին սեղմել։ Հետ գրություն։ Հիմա կարելի է popcorn վերցնել ու հետևել արևմտամետներին։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը կարծում է, Սոկոլովի նշանակումը ենթադրում է, որ հայ-ամերիկյան TRIP նախագծին միանում է նաև Ռուսաստանը, այն պետությունը, որի մասնակցությանը այդ նախագծում դեմ էր Փաշինյանի իշխանությունը։ Բոլոր քարոզը, որ իշխանությունները անում են եւ փորձում են ներկայացնել, որ սրանով իրենք Ռուսաստանը զրկելու են հնարավորությունից սահմանափակել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իրականությունը կայանում է հետևյալում. իրենք են Հայաստանի ինքնիշխանության մակարդակը զիջել հանձնելով այդ կոմունիկացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ ըստ երևույթին փորձում են այս կոմունիկացիայի հաշվին ինչ որ պայմանավորվածությունների գալ Ռուսաստանի Դաշնության հետ։ Եթե սահմանադրական դատարանը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև TRIP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում Հայաստանի մայր օրենքին հակասություններ չգտնի, իսկ դա չի բացառվում, ապա նախագիծը վավերացման կհասնի նոր 9-րդ գումարման ազգային ժողովում, որը ձևավորվելու է օգոստոսին, իսկ աշխատանքները կմեկնարկեն աշնան սկզբին։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։